Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, այսօր շատ հետաքրքիր բացահայտումներ ենք անելու մեր ընդհանուր հայրենիքի հետ կապված։ Մենք ստեղ 3.5 միլիոն հայերով ապրելով արդեն մեր հոգու ձայնն ենք բարձրացնում եւ ամեն գալուց Մոսկվա ուզում ենք հանդիպենք վարչապետի հետ, նա այստեղի համայնքի հետ չի հանդիպում, որտեղ հաշվի չի առնում, որ այստեղից 800,000 հայ ստանում է փող եւ ապրում է Հայաստանում Ռուսաստանի աշխատող ուժի իրենց չարչարանքի արդյունքում։ Ամենակարևորը ինչ եմ ուզում ասեմ, տեսեք հարգելի հայրենակիցներ, այս շոուները, որ անում է Փաշինյանը, այս եկեղեցու հետ կախված, 2 տարի առաջ զգուշացրեցինք, որ ձեռքերդ հետ վերցրու երկրից, որ շեղի բոլորիդ ընդհանուր խնդիրներից։ Տեսեք, 9 միացած եպիսկոպոսներից իրեն 9-ի վրա ամենախիստ քրեական գործերը կա, կարող եմ թղթերով ցույց տալ, ում վրա ինչ քրեական գործ կա, թե Արգիշտի պապան ոնց ապրում Արգիշտի երեխեքի հետ, թե Արգիշտի թորների հետ, իր կնոջ հետ Տարգովի ցենտր թևը մտած ոնց այդում, ոչ մեկ դրա մասին չի խոսում։ Այս սաղ ձեզ մանիպուլյացիա անելով, ուզում է հանի տանի եկեղեցի։ Անցած անգամվա իր պարտությունը իրան ավելի շատ ցավացրել է։ Սա պոլիտիկա չի, սա եկեղեցի է։ Դու որ պոլիտիկայի մեջ ունեցար հաջողություն հասնելու մարդկանց ասելու, որ սրանք հիդերն են, սրանք նորերն են, եկեղեցին մեր տունն է, մեր բնորանն է, մեր պահպանական տունն է, որ դու չես կարողանալու քանդես։ 301 թվից ամբողջ աշխարհը, մուսուլմանական երկրները կողքի մեր հետ կռիվ անելուց, էս անելուց, մեր եկեղեցին պահպանվել է։ Չի եղել մի մարդ, որը կարեցել է քանդի։ Դու շատ պուճուր Նիկոլիկ ես, որ կարենաս քանդես մեր եկեղեցին։ Հիմա մանիպուլյատոր, լսի, աշխարհի ամենամեծ մանիպուլյատորն ես դու, քեզի ասեմ։ Հիմա կանչել ես, արդեն պրիկազ ես տվել, որ շորերը փոխեն միլիցիայի աշխատողները, մոտ 2000 հոգի, տանես եկեղեցի, ուղարկես ամբողջ ռեգիոններից իրանց ընտանիքներով բերեն, այդ կոմոդ ծառայողներին ֆորմեկ հանես, գրաժդանսկի շորեր հագցնես, տանես բախման, տանես եկեղեցի ժողովրդին հագցնես իրար հետ։ Լավ, այդ աղա, դու չես հասկանում, որ սա վերջ ունի։ Դու չես հասկանում, որ սա վերջ ունի, ու դու վեճնի չես։ Ասենք դու հիվանդ ես, լավ, գլխից։ Այս ժողովուրդը մեղ չեն արա, սրանց ես ինչ ես ասում նոր տարվա դեմ։ Ձերքերդ հետ տար եկեղեցուց, Ռուսաստանի ամբողջ քաղաքները ձայն են բարձրացնելու, 3.5 միլիոն ձայն են բարձրացնելու ի պաշտպանություն Կաթողիկոսի։ Ես բոլոր 19 եպիսկոպոսների հետ անձամբ ծանոթ եմ ու անձամբ նրանց կյանքը գիտեմ։ Վազգեն Միրզախանյանին ճանաչում եմ երեխա ժամանակից։ Նա իմ հետ մեծացել է 100 անգամ իմ պաշտպանության տակ գտնվել է։ Եթե դուք այդ 9 եպիսկոպոսներով եկեղեցուց Վազգեն Միրզախանյան, լսի ուշադիր ինչ եմ ասում, դուրս գայիք, չմիանայիք դավաճանին Փաշինյանին, կիմանայի, որ դուք արդակ եպիսկոպոսներ եք, բայց որ ձեզ քրեական գործերով վախացրել են, որ բացեն Արգիշտի կնոջը ցույց տան թորներին, քեզի Վրաստանի գործը քո վրա բացեն, Բենթլիի վրա 50 հատ գործ կա, Այգեձորի հետ կապված, այդ հողերի հետ կապված, սաղիդ վրա գործ կա, Կամո, Ղարաբաղի, լսի, քո վրայի գործը գիտեմ, տուշոնքեք հետ կապված, արա մեղք եք, գոնե դուրս արեք, հետ գնացեք Կաթողիկոսի մոտ, մեղանչեք, թողես հետ վերցնի, հետ ողորմյանի, հո դուք հուդա չեք արա։ Եթե դուք դուրս գայիք սաղովինով, ասեք մենք դուրս են գալի, չենք ուզում միանան Կաթողիկոսին, ուրիշ բան է։ Գնացել եք, ծառայում եք սատանային, արա։ Գնացել եք, նստել եք կաբինետ, եկա եպիսկոպոս մարդիկ, կզած, ինչա ձեր վրա քրեական գործեր կա, չեք ամանչում արա։ Իմ խորհուրդը ձեզ մի ժամ շուտ դուրս արեք Նիկոլի մոդից, գնացեք Կաթողիկոսին ներողություն խնդրեք, հետ մտեք եկեղեցի եւ զբաղվեք պաշտպանությամբ եկեղեցու։ Մեգա չեք կարենալու ոչի բան անեք։ Հարգելի ժողովուրդ, իմ խորհուրդը ձեզ, հանգարց նորից կուզենա Փաշինյանը Էջմիածին քաղաքի եկեղեցու վրա գնա, ոչ թե 10,000, այլ 40-50,000 մարդիկ ի պաշտպանություն եկեղեցու։ Չկա ստեղ պոլիտիկա, կա ձեր տունը, ձեր ընտանիքը, ձեր երեխեքը, թորները եւ ձեր ապագան։ Դրա համար մեր պայքարը լինելու է շարունակական, ամեն օրվա ռեժիմով հայոց եկեղեցու եւ մեր քրիստոնյա ազգի համար։ Դարեր կրող մեր խաչը մեր ուժն է, շնորհակալություն, ստեսություն։